Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը համոզմունք է հայտնում, որ արմատական փոփոխությունները պայմանավորված չեն կադրային փոփոխություններով։ Նոր ու փոփոխվող խնդիրները կարող են կարգավորվել նաև կառավարության հին ու փորձառու աշխատակազմի ջանքերով։ Նախ պետք է ասեմ, որ 5 նախարար փոխվել է կառավարության կազմում, սակայն կարևորը կարծում եմ դա չի։ Կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման համար այն կազմը, որը գործում էր նախորդ տարիների ընթացքում, նախորդ 4 տարիների ընթացքում իր դերակատարումը կատարեց հաջող։ Առանցքային խնդիրը, որ դրված է նոր կառավարության գործունեության հիմքում, մրցունակ պետության գաղափարն է, ասում է հանրապետական Գագիկ Մինասյանը եւ մանրամասնում։ Միայն մրցունակ տնտեսությունը եւ մրցունակ ծառայությունների համակարգը կարող են բերել դրական փոփոխությունների։ Իսկ հարցին, թե որքանով է մրցունակ մեր տնտեսությունը եւ արդյոք կառավարությունը իրական պայքար կմղի մենաշնորհային գործունեություն ծավալող տնտեսվարողների դեմ, պատգամավորն արձագանքեց։ Իհարկե խնդիրներ կան այդ դաշտում, խնդիրներ կան, որոնք կարծում եմ արդեն իսկ տալիս են իրենց լուծման պտուղները, հավանաբար դուք հիշում եք, որ վերջի ժամանակներս այդ կառույցի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից չափազանց օպերատիվ եւ չափազանց ազդեցիկ ու ներգործող քայլեր են կատարվում։ Հանրապետական Գագիկ Մինասյանը չնայած շատ է կարևորում Հայ ազգային կոնգրեսի ներկայացվածությունը խորհրդանում եւ ասում է, որ չափազանց ուրախ է այդ փաստի առթիվ, սակայն ճիշտ է համարում Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը խորհրդանական ընդդիմադիր ուժի հետ չքննարկելու որոշումը։ Եթե ձեր ընդդիմախոսը նույնիսկ առանց լսելու ձեր մոտեցումները, ձեր տեսակետները, ձեր առաջարկները միանգամից մերժում է, կարծում եմ այսօր այդպիսի գործելավոճը, այդպիսի պատասխանի է արժանի։ Հանրապետական խմբակցության պատգամավորը խորհուրդ է տալիս մյուս քաղաքական գործիչներին զերծ մնալ Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում բնորոշելուց եւ սպասել, մինչ իրավական գործընթացը կտա սպասվող հարցերի պատասխանը։ Իսկ այն դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածը հնարավոր չէ չքաղաքականացնել այն դեպքում, երբ երկու գործիչներն էլ ընտրություններից հետո քննադատում էին իշխանություններին եւ հայտնվեցին նմանատիպ իրավիճակ, Գագիկ Մինասյանը դարձյալ նույն կերպ պատասխանեց. Խնդիրները գտնվում են իրավական դաշտում, դրանք քաղաքական դաշտ տեղափոխելը ճիշտ չէ։ Սիրան Ուշարությունյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Երևան։